Բարև ձեզ հարգելի դիտողներ, YouTube-յանի Մալիքի եթերում զրուցելու եմ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Բարև ձեզ։ Պարոն Ղևոնդյան, հարցազրույցը սկսենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շուրջ զարգացումներով։ Երեկ Արարատ Միրզոյանը զգուշացրել է ԵԱԿ-ի նախարարների նիստում, որ Բաքուն Արցախով չի սահմանափակվում եւ այժմ էլ թիրախավորում է Հայաստանի ողջ տարածքը։ Ինչ սպառնալիքներ կարող են լինել այս փուլում։ Այս փուլում չեմ կարծում, որ ֆիզիկական սպառնալիքներ կան, այսինքն քիչ հավանական է, որ հարձակման սպառնալիք ունենք մենք, առավել ևս որ ձմեռ է, իսկ ձմռանը Սյունիքի շրջանում էլ, Սյունիքի մարզում էլ, Տավուշի մարզում էլ բավական բարդ կլիներ պլանավորել եւ անցկացնել ռազմական գործողություններ եւ բացի այդ մեր պաշտոնյաները հայտնում են, որ հետախուզական տվյալների համաձայն կուտակումներ չկան, հավանաբար սպառնալիքները հիմնականում դիվանագիտական դաշտում են, առաջին հերթին այն, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ խուսափել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջընթացից, ինչը հասկանալի է, Ադրբեջանի շահերից չի բխում այս փուլում խաղաղության պայմանագիր կնքել, եւ կարծում եմ Միրզոյանի զգուշացումը ավելի շատ վերաբերում է դիվանագիտական դաշտին, քան թե կոնկրետ ֆիզիկական սպառնալիքի։ Եվ խաղաղության այս գործընթացը դուք ինչպես եք գնահատում այս փուլը, կան արդյունքներ առաջընթաց, թե ոչ։ Ես կարծում եմ լճացման փուլում ենք մենք, հիմնական խնդիրների վերաբերյալ համաձայնությունները ձեռք բերված են, բայց դա ոչինչ չի նշանակում, քանի դեռ վերջնական ամեն ինչի նկատմամբ համաձայնություն ձեռք չի բերվել, որովհետև բազմաթիվ անգամներ նշել ենք, նորից կրկնենք, որ գործընթացն այնպիսին է, որ քանի դեռ ամեն ինչ չի համաձայնվել, կարելի ասել ոչինչ համաձայնեցված չի։ Դրա իմաստը հետևյալն է, մեր ունկնդիրների համար պարզաբանենք, որ քանի դեռ ամեն ինչի վերաբերյալ համաձայնությունը չկա եւ պայմանագիրը չի ստորագրվել, կողմերից ամեն մեկը կարող է հետ կանգնել այն բոլոր պայմանավորվածություններից, որոնք մինչ այդ եղել են։ Մենք այս պահին տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է այդ վերջին քայլը չկատարել եւ այդ վերջին քայլը չկատարելու համար տարել է լճացման գործընթացը, լճացման համար օգտագործել է հարթակի խնդիրը, որտեղ պետք է տեղի ունենան բանակցությունները, եւ Հայաստանին հրավիրում է այնպիսի հարթակներ, որտեղ ուղղակի գործընթացը չի շարունակվելու։ Պարզ է, որ Ռուսաստանին եւս ձեռնտու չէ, որ այդ խաղաղության համաձայնագիրը այս փուլում ստորագրվի եւ կոնֆլիկտը կարելի է ասել գոնե կարճաժամկետ հեռանկարում մարի, այսինքն կոնֆլիկտ տեղի չունենա, քանի որ Ռուսաստանը մեր տարածաշրջանում գոնե Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ բավական լուրջ ազդեցության լծակներ ունի կոնֆլիկտի շնորհիվ, թեև այլ լծակներ եւս ունի, բայց կոնֆլիկտը ամենալուրջ լծակներից մեկն է եւ կորցնել այդ լծակը Ռուսաստանը չի ցանկանում, Ադրբեջանը հրավիրում է Ռուսաստան, ինչու որպեսզի այնտեղ հնարավոր լինի ամեն կերպ խուսափել վերջնական խաղաղության հասնելուց։ Այս հարցում հաջողության չհասնելով Ադրբեջանը Հայաստանին հրավիրում է ուղիղ հանդիպման, անմիջական հանդիպման, եւ բնական է այս դեպքում էլ խնդիրներ է ունենալու Հայաստանը, որովհետեւ այս դեպքում չի կարելի խոսել երաշխավորի մասին, եթե չկա երրորդ կողմ, ապա ինչ կխոսեն Հայաստանը եւ Ադրբեջանը եւ հետո ինչ կհայտարեն, կարող է 180 աստիճանով մեկը մյուսից տարբերվել, այսինքն կարող են խոսել մեկ բանի մասին, դուրս գալ եւ հայտարարել բացարձակապես այլ բան, եւ որևէ մեկը չկա, որևէ մի կողմ չկա, որը կարողանա վկայել, թե կողմից ով է ճիշտ խոսում, ով է ստում, ուղղակի։ Սա եւս հասկանալի է, Ադրբեջանի խաղերից եւս մեկն է, եւ հիմնական նպատակը, ինչպես նշեցի, խաղաղության համաձայնագրում այլևս առաջ չգնալն է եւ վերջնական համաձայնության չհասնելն է։ Այս ամենի մասին է կարծում եմ թե Հայաստանի այլ պաշտոնյաներ, թե արտաքին գործերի նախարարը խոսում եւ ոչ միայն ԵԱՀԿ ներկայացուցիչների մոտ, այլև այլ հարթակներում, ինչը կարծես թե ստանում է ընկալում նաեւ հակառակ կողմից, եկեք նաեւ այդ մասին շատ կարեւոր է խոսենք։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի նկատմամբ բավական կոշտ եւ հրետորաբանություն եւ գործողություններ արդեն գոյություն ունեն, թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպայի կողմից, Եվրոպայի առանձին երկրների եւ նաեւ Եվրամիության կողմից,
Ինչը պայմանավորված է հենց նրանով, ինչի մասին ես ասացի, նրանով, որ այն ինչ փորձում է անել Ադրբեջանը, հասկանում են նաև այնտեղ, որտեղ ունեն այլ շահեր, Հայաստանի հետ համընկնող շահեր, հասկանալի է, այս դեպքում ես նկատի ունեմ, որ Արևմուտքը ցանկանում է գոնե այս փուլում գոնե կարճաժամկետ ինչ որ կայունություն եւ խաղաղության համաձայնագիր ստանալ։ Դուք երբ ասում եք, որ կա Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից կոշտ գործողություններ Ալիևի եւ Ադրբեջանի, նկատմամբ հատկապես ինչը նկատի ունեք։ Առաջին հերթին այն, որ բազմաթիվ ծրագրեր են արդեն չեղարկվել, որոնք պետք է տեղի ունենային Ադրբեջանի եւ Եվրամիության, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի առանձին, Ադրբեջանի եւ Գերմանիայի, Ադրբեջանի Միացյալ Նահանգների միջև, մենք տեսանք, որ Ադրբեջանում բավական անհանգստացած են եւ փորձում են իրենք էլ պատասխանատվություններով հանդես գալ Միացյալ Նահանգների, Գերմանիայի եւ Ֆրանսիայի դեսպանները հրավիրվեցին արտաքին գործերի նախարարություն եւ դժգոհություն հայտնեց Ադրբեջանը պաշտոնական մակարդակով։ Կան նաև կոշտացման այլ հավանականություններ եւս, եւ այդ ամենը տեղավորվում է Արևմուտքի արտաքին քաղաքական ավանդույթներում, Արևմուտքը գործում է ըստ գործողությունների։ Մեկ քայլին կլինի պատասխան, կլինի երկրորդը, չի լինի պատասխան, գուցե այդ մեկ քայլով բավարարվեն, այսինքն եթե մյուս կողմը իր գործողություններում իրեն դրսևորում է որպես պատշաճ գործընկեր, Արևմուտքը առաջ է գնում, եթե չի դրսևորում, Արևմուտքը փորձում է խնդիրներ ստեղծել, եթե այդպես կարելի անվանել, կամ իր հետևություններն է անում եւ կոշտացնում է իր վարքագիծը։ Սա մենք տեսել ենք ոչ միայն վերջին ժամանակներս, սա մենք տեսնում ենք ընդհանրապես Արևմուտքի քաղաքական գործողությունները դիտարկելու ամբողջ ընթացքում եւ այն, որ բավական երկար ժամանակ, 1 տարուց ավելի է, բազմաթիվ հարցազրույցներում ինձ օրինակ հարցրել են, թե արդյոք Արևմուտքը ի վերջո գործողություններ կդիմի, թե չի դիմի, եւ ես մշտապես ասել եմ, որ Արևմուտքի գործողությունների տրամաբանությունը այսպիսին է։ Մենք այսօր տեսնում ենք, որ արդեն երբ Ադրբեջանը որոշակի քայլերով ցույց տվեց, որ նա պատշաճ գործընկեր չէ, ցույց տվեց, որ չի պահում այն պայմանավորվածությունները, որոնց ներկա են եղել գոնե, չասենք երաշխավոր են եղել, ներկա են եղել գոնե արևմտյան տերությունների տարբեր պաշտոնյաներ, Արևմուտքը սկսեց որոշակի գործողություններ։ Արդյոք այդ գործողությունները կհասնեն այնպիսի մակարդակի, որը մենք ցանկանում ենք, օրինակ ուղիղ պատժամիջոցներ ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, Հայաստանի զինում, տեսեք, զինելու հետ կապված էլ արդեն որոշ տեղաշարժեր կան, Հայաստանի շատ ավելի մեծ չափով զինում, որպեսզի հավասարակշռությունը վերականգնվի, ի վերջո Ադրբեջանի նկատմամբ այնպիսի խիստ պատժամիջոցներ, ինչպես Ռուսաստանի նկատմամբ, ես ծայրահեղ դրսևորման մասին եմ իհարկե խոսում, այդ ամենը կախված կլինի բացառապես հետագայում Ադրբեջանի վարքագծից։ Եթե Ադրբեջանը շարունակի ցուցաբերել այնպիսի վարքագիծ, ինչպիսին նա ցուցաբերում է վերջին ամիսներին, ապա ես կարծում եմ քայլ առ քայլ այդ մոտեցումը ավելի է կոշտանալու։ Իհարկե ցանկացած փուլում Ադրբեջանը կարող է վերադառնալ կառուցողական դաշտ եւ այդ կոշտացումը կանգնի եւ մենք կտեսնենք ընդհակառակը մեղմացում եւ նորից կրկնեմ, սա ամբողջապես տեղավորվում է Արևմուտքի արտաքին քաղաքական դոկտրինում եւ ավանդույթներում։ Պարզապես Ալիևը հայտարարում է, որ միջազգային ոչ մի ճնշում չի կարող ազդել Ադրբեջանի կառավարության եւ իր որոշումների վրա։ Արդյոք պատրաստ է Բաքուն գնալ միջև վերջ եւ տեղիք չտալ այդ ճնշումներին։ Այժմ խոսենք խնդրի հակառակ կողմից, որի մասին դուք հարցրեցիք, Ադրբեջանը որոշակիորեն դեռևս գտնվում է հաղթանակի էյֆորիայի մեջ եւ ցանկանում է այնպիսի կարգավիճակ ստանալ տարածաշրջանում, որը ըստ իմ գնահատման իրենց հնարավորություններից վեր է։ Իսկ ավելի կոնկրետ նա ցանկանում է ստանալ կարգավիճակ ոչ պակաս, քան Իրանը եւ Թուրքիան այս տարածաշրջանում։ Ռուսաստանի մասին չենք խոսում այս բանը, որովհետեւ Ռուսաստանը հարկի առնելով Արևմուտք Ռուսաստան հակասությունը շատ ավելի այլ խոսակցության թեմա է։ Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում լինել հարցեր լուծող, Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանի բոլոր գործընթացներում սեփական կամքը ունենալ, մոտավորապես այդպես ավելի փոքր մասշտաբով այնպիսին, ինչպիսին փորձում են ունենալ ուժային կենտրոնները, օրինակ Միացյալ Նահանգները տարբեր տարածաշրջանում, Չինաստանը ասիական տարածաշրջանում եւ այլն, բազմաթիվ են կենտրոններ, Սաուդյան Արաբիան արաբական աշխարհում եւ այլն։
Ադրբեջանը փորձում է այսպիսի դերակատարում ստանձնել եւ այսպիսի կարգավիճակ ստանալ տարածաշրջանում, այնուամենայնիվ Ադրբեջանը ունի այդ ռեսուրսները, որպեսզի այդ կարգավիճակը ստանա եւ այդ դերակատարումը ստանձնի, եւ իմ գնահատմամբ գուցե եւս ինչ որ ժամանակ Ադրբեջանը շարունակի այսպես գործել, բայց ինչպես նշեցի, այդ վարկագծին հետևելու է Արևմուտքի կողմից վերաբերմունքի կոշտացում, թե Ադրբեջանը ինչքան ժամանակ կարողանա խաղալ աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում եւ այդ կոշտացմանը դիմադրել, դա իհարկե շատ դժվար է կանխատեսել, հաշվի առնելով այն, որ շատ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգան իրադարձությունները Ռուսաստան արևմուտք, ուկրաինական պատերազմ, Մերձավոր Արևելք, այժմ նաեւ Վենեսուելա, Գայանա եւ այլն գործընթացներում, բայց այն, որ երբ կլինի ինչ որ մի հավասարակշռություն, այսինքն մենք կստանանք ինչ որ չափով ոչ այսքան իրացիոնալ, մի փոքր ավելի ռացիոնալ աշխարհ, ինչը անխուսափելի է ցանկացած իրացիոնալ անհավասարակշռ վիճակին, դա ֆիզիկայի օրենք է, որ աշխատում է նաև քաղաքականություն եւ բոլոր ոլորտներում է աշխատում, ի վերջո հետևում է հավասարակշռություն եւ ռացիոնալություն, այդ ժամանակ Ադրբեջանը արդեն չի կարողանա նորից դիմադրել, նորից խաղալ այնպես, ինչպես փորձում է այսօր խաղալ։ Բայց այստեղ ամենագլխավոր հարցը դա չէ, դա հասկանալի է եւ դա կարելի է ասել 100%-անոց է, որ այդպես է, որ Ադրբեջանը չի կարողանալու շարունակել այսպես խաղալ։ Շատ ավելի վիճելի է, շատ ավելի անկանխատեսելի է, թե այդ ընթացքում, որը կարող է տևել օրինակ տարիներ, այդ ընթացքում ինչքան կապիտալ կկարողանա հավաքել Ադրբեջանը, ինչքան կարողանա հավաքել Հայաստանը, հարաբերակցությունը ինչպիսին կլինի, Արևմուտքը ինչպես կվերաբերվի Ադրբեջանը ինչ կկարողանա ստանալ, որպեսզի հետո վաճառի Արևմուտքին։ Այսինքն այստեղ գործոնները այնքան շատ են, մոտեցումները այնքան շատ են, որ միայն օր ու գիշեր բազմաթիվ ուղղություններով աշխատելու դեպքում կարելի է խոսել այն մասին, որ կան հնարավորություններ թույլ չտալու, որպեսզի Ադրբեջանը Հայաստանի հաշվին օրինակ տարածաշրջանում ինչ որ կարգավիճակ ստանա կամ ինչ որ դերակատարում ստանձնի եւ գնա ավելի առաջ, քան այսօր ունի։ Իսկ ավելի առաջ մենք հասկանում ենք Զանգեզուրի միջանցք, հնարավորության դեպքում նաեւ ամբողջապես Սյունիք, հնարավորության դեպքում նաեւ Տավուշ, Երևան եւ այլն եւ այսպես կոչված Հայաստանի պետականության վերածում։ Իհարկե սա մտնում է Ադրբեջանի ցանկությունների դաշտում, Ադրբեջանի պլան Ան գուցե չէ, բայց պլաններից որևէ մեկն է, C-ն, D-ն կամ E-ն կամ որևէ մեկը, եւ մենք պետք է դա հաշվի առնենք եւ մենք մեր արտաքին քաղաքականությունում պետք է այդ մարտահրավերին պատասխանելու միջոցներն էլ ձևավորենք։ Ինչում նորից վերադառնալով, ինչում մեզ այս պահին սատարում է Արևմուտքը, որովհետեւ Արևմուտքին էլ ձեռնտու չէ այդ մեր նշած պլանի իրագործումը Ադրբեջանին եւ նաեւ Արևմուտքն էլ կարծես թե ըստ ամենայնի չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը նման դերակատարում ստանձնի մեր տարածաշրջանում, ինչի համար փորձում է որոշակի հավասարակշռություն պահել եւ այսպես կարելի ասել խոսքը որպես շղթայական խոսքի փակում նշեմ, որ ի վերջո Արևմուտքը ինչ է անում Հայաստանին փորձում է օգնել ռազմական հավասարակշռության վերականգնման առումով, փորձում է դիվանագիտական աջակցություն ցուցաբերել, Ադրբեջանի նկատմամբ հստակում է դիրքորոշումը, Հայաստանի նկատմամբ որոշակի, այսպես ասենք, բլիթի եւ մտրակի քաղաքականություն է վարում, այս պահին բլիթները տալիս է Հայաստանին, մտրակը բաժին է հասնում Ադրբեջանին, ինչու, որովհետև այդ ամենը ինչ որ ես նշեցի, որովհետև Ադրբեջանը այս պահին ցենտրահարույց է Արևմուտքի համար, Հայաստանը ընդհակառակը Արևմուտքի շահերին համաձայն է գործում։ Եվ նորից վերադառնալով մեր խնդրին, Հայաստանի խնդրին, մենք պետք է օգտվենք այս իրավիճակից ինչքան հնարավոր է շատ եւ ինչքան հնարավոր է արագ, որովհետեւ իրավիճակները, ինչպես նշեցի, շատ փոփոխական են, այն էլ այսօրվա շատ արագ զարգացող աշխարհում։ Պարոն Ղևոնդյան, ակնհայտ է, չէ, որ Ադրբեջանը իր այս քաղաքականությունը սեփական որոշումներով չի իրականացնում, այլ Թուրքիայի, Ռուսաստանի աջակցությունը ունի այստեղ։ Ռուսաստանի հետ ամեն ինչ պարզ է, Արևմուտքը ռուս-ուկրաինական պատերազմի շրջանակներում արդեն ճնշումներ գործադրում է Մոսկվայի վրա։ Իսկ
կա անհրաժեշտություն նաև այս հարցով, հա, հայ-ադրբեջանական հարցով Անկարայի վրա ինչ որ ճնշումներ կիրառելու կամ գոնե ակնարկելու այդ մասին, թե ոչ, թե ընդհանրապես Արևմուտքը չափազանց է համարում, որ կարելի է օրինակ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կապված ինչ որ ազդակներ ուղարկի նաև Թուրքիա։ Չէ, ազդակները արդեն կան, Օբրայանի հայտարարության մեջ նշվում էր, որ Թուրքիայի նկատմամբ եւս որոշակի ճնշում է գործադրում կամ համոզում են Թուրքիային, այսպես ասենք, որպեսզի Թուրքիան օգտագործի իր լծակները Ադրբեջանի զսպելու եւ կառուցողական դաշտ բերելու համար, այնուամենայնիվ ես այնքան էլ համաձայն չեմ, որ Ադրբեջանը ինքը չի որոշել կամ ինքնուրույն չի որոշել նման խաղ խաղալ, ընդհակառակը ես կարծում եմ Ալիևը ինքն է որոշել, որ ցանկանում է այդ կարգավիճակը ստանալ տարածաշրջանում, այլ հարց է, որ այո, ես համաձայն եմ, այս խաղում նա ունի Ռուսաստանի եւ Թուրքիայի աջակցությունը եւ փորձում է օգտագործել այդ աջակցությունը հնարավորինս դիմակայելու մարտահրավերներին, ինչը իրենց համար արևմուտքի ճնշումն է, արևմուտքի շահերն են եւ արևմուտքի եւ Հայաստանի համընկնող շահերն են։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիայի վրա ճնշումներ չկան, եթե այդքան ասում են, ապա շատ ավելին պետք է ենթադրել, որ տեղի է ունենում եւ Թուրքիայի վարքագծի փոփոխություն եմ ես նկատել վերջին ամիսներին, տեսեք կարծես թե Թուրքիան որոշակի առումով ինքը եւս չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը այդքան շատ աճի այս տարածաշրջանում, ճիշտ է, մնում են նրանք լավագույն գործընկերներ, դաշնակիցներ Թուրքիան եւ Ադրբեջանը, ճիշտ է Հայաստանի հետ կապված հարցերում Թուրքիան ամբողջապես Ադրբեջանի կողմից է, բայց տեսեք վերջին ժամանակներս ես նկատել եմ, որ այն ինտենսիվությունը, որը կար Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնյաների զուգահեռ հայտարարությունների հետ կապված, բավական նվազել է։ Եթե նախկինում ադրբեջանցիների հայտարարությունները, մոտեցումները, Զանգեզուրի միջանցք, անկլավներ եւ այլն նման մոտեցումները անմիջապես նման մոտեցումների մասին հայտարարությունները անմիջապես երկրորդում էին Թուրքիայի տարբեր մակարդակներում, թուրքական կառավարության տարբեր մակարդակներում, տարբեր պաշտոնյաների կողմից, ապա այժմ կարծես թե ինչ որ դժգոհություններ կան նույնիսկ ադրբեջանցիների մոտ, որ իրենց մոտեցումները, իրենց նարատիվները թուրքերը կրկնում են շատ ավելի քիչ, կրկնում են շատ ավելի ցածր մակարդակով, եթե նախկինում արտաքին գործերի նախարարի հայտարարությունը Ադրբեջանի երկրորդում էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, ապա այժմ կարող է այն էլ մի քանի ուշացումով ինչ որ պաշտոնյա կամ մամուլի խոսնակ ընդամենը երկրորդի լինում են հայտարարություններ, որոնց ընդհանրապես արձագանք չի լինում զուգահեռ են հայտարարությունները, մոտեցումները, եւ ես ենթադրում եմ, որ այդ մի կողմից այդ ազդեցությունն է իր հետքը թողել Թուրքիայի վրա, այդ ճնշումն է իր հետքը թողել, որովհետեւ Թուրքիան նաեւ բազմաթիվ շահեր ունի, որոնք համընկնում են արևմուտքի հետ, միայն Ադրբեջանի հետ կապված շահերը չեն։ Եվ մյուս կողմից էլ այն ինչ նշեցի, Թուրքիան ինքը եւս չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը թույլատրելի գծից ավելի ստանա այս տարածաշրջանում։ Ինչու դա ինչ վտանգներ է օրինակ Թուրքիայի համար պարունակում։ Ես կարծում եմ կառավարելիության խնդիր ունի Թուրքիան, տեսեք, այն ինչ տեղի ունեցավ 2020 թվականին, Թուրքիայի ուղղակի մուտքն էր տարածաշրջանային հարավկովկասյան հատվածի, տարածաշրջանի հարավկովկասյան հատվածի քաղաքական գործընթացներում, այնուամենայնիվ հասկանում ենք, որ տարածաշրջանում ազդեցություն ունի ոչ միայն Թուրքիան, Ռուսաստանը ունի, Իրանը ունի, այսօր արդեն Արևմուտքը ունի որոշակի ազդեցություն, Հնդկաստանը ունի, արաբական աշխարհը որոշակի ակտիվություն է դրսևորում եւ այլն, եւ Ադրբեջանի ազատության աստիճանի ավելի մեծացումը բերելու է Թուրքիայի կողմից կառավարելիության կորստի, այսինքն այլևս Թուրքիան չի կարողանալու այն մասշտաբով, ինչպես կարողանում էր կառավարել Ադրբեջանին, քանի որ օգնում է, քանի որ աջակցություն է ցուցաբերում եւ այլն, այլևս Թուրքիան չի կարողանալու այդ մասշտաբով օգտագործել նաև Ադրբեջանի տարածաշրջանում իր ազդեցությունը ծավալելու համար, ինչը ցանկալի չէ բնականաբար, շատ ավելի ցանկալի կլիներ Թուրքիայի համար, որպեսզի այս պետությունը մնար այն սահմաններում, որը ինքն է գծել նրանց համար, եւ այստեղ կա նաև թուրքական մրցակցության խնդիրը, Ադրբեջանի
լիազորությունների մեծացումը, եթե այսպես ասենք, կամ ազդեցության մեծացումը բերելու է նաև ռուսական ազդեցության մեծացման, ինչը եւս Թուրքիան չի ցանկանում տեսնել, որովհետև 2020 թվականից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև որոշակի խաղաղ կանոններ արդեն ձևավորվել են տարածաշրջանում, իսկ սա նշանակելու է այդ ստատուս քվոյի նոր փոփոխություն Թուրքիայի Ռուսաստանի կողմից նոր հավակնություններով, Ադրբեջանի կողմից եւս նոր հավակնություններով, ինչը շատ հնարավոր է, եթե ռուս-ադրբեջանական համաձայնություն լինի, այդ հավակնությունների բավարարումը լինի Թուրքիայի հաշվին։ Եվ այս պատճառով էլ Թուրքիան չի ցանկանում, որպեսզի Ադրբեջանը որոշակի գծված սահմաններից ավելին ստանի։ Պարոն Ղևոնդյան, մեկ այլ թեմայի անդրադառնանք։ Հայաստանը քննադատում է միջազգային հանրությանը։ Արարատ Միրզոյանը իր ելույթում ԵԱԿ նախարարների համաժողովին նշել է, որ միջազգային կառույցների լուր համաձայնությամբ Ադրբեջանն իրականացրեց իր վաղեմի նպատակը, ստացավ Լեռնային Ղարաբաղն առանց հայերի։ Արդյոք կարող էր միջազգային հանրությունը ինչ որ բան անել կանխելու այս բռնի տեղահանումը եւ եթե կարող էր ինչու չի արել։ Նախ այո, Հայաստանը այս հարցում շատ ճիշտ քաղաքականություն է որդեգրել, միջազգային հանրությանը անընդհատ պետք է այս հարցով անհանգստացնել եւ ես ավելին նշեմ, նույնիսկ մինչև սեպտեմբերի 19-ը անհրաժեշտ էր անընդհատ զսվեցնել միջազգային հանրությանը, որոշ չափով դա արվում էր, որոշ չափով ոչ, այնուամենայնիվ այսօր էլ պետք է ցույց տալ միջազգային հանրությանը, որ Հայաստանի խնդիրների մեջ բաժին ունեն նաև իրենք, միջազգային հանրությունը կարող էր դա անել եւ միջազգային հանրությունը հիմա ցույց է տալիս, որ նա կարող էր դա անել։ Այն օրինակ ռազմական տեխնիկան, որը մատակարարում է Հայաստանին, այն քաղաքական ճնշումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի վրա, այն հնարավորությունները, որոնք բացվում են Հայաստանի համար, հնարավոր էր իրականացնել կամ սկսել ավելի վաղ, երբ Արցախը դեռևս էթնիկ զտման չէր ենթարկվել։ Իսկ ինչու չի արել դա միջազգային հանրությունը, այս դեպքում կոնկրետ նշենք Արևմուտքը, որովհետև այս հարցում ուղղակի շահերը չէին համընկնում։ Տեսեք, մենք խոսում ենք այն մասին, որ այս պահին Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններում Արևմուտքի եւ Հայաստանի շահերը համընկնում են, բայց Արցախի հետ կապված հարցում այդ շահերը չէին համընկնում։ Իսկ չէին համընկնում շատ պարզ պատճառով, որովհետև նախկին խորհրդային միության փլուզումից հետո այդ Ալմաատի համաձայնագրի հետևանքով նախկին խորհրդային միության ադմինիստրատիվ սահմանները դարձել էին պետական սահմաններ, ինչը արևմուտքը ամբողջապես արևմուտքի շահերին ամբողջապես համընկնում է կապված Վրաստանի, Աբխազիա, Օսեթիա, Մոլդովայի մեջ դրանց եւ ամենակարևորը Ուկրաինայի հարցում եւ Հայաստանին աջակցություն ցուցաբերել դրա հակառակ գործընթացի դեպքում, երբ Հայաստանը փորձում է Արցախի խնդիրը այդ ադմինիստրատիվ սահմաններից դուրս գտնվող Արցախի խնդիրը լուծել ի նպաստ իրեն եւ ի վնաս Ադրբեջանի, բնականաբար շահավետ չէր Արևմուտքի համար, ինչը հասկանալի էր եւ թե ես, թե բազմաթիվ այլ փորձագետներ եւս բազմաթիվ անգամներ մինչև սեպտեմբերի 19-ը նշել ենք, որ Արցախի հարցում մենք չունենք այն աջակցությունը Արևմուտքի կողմից, որը կարող ենք ունենալ Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների հարցում։ Տեսեք, երբ հարցը հասել է Սյունիքին, հակառակ պատկերն է, որովհետև նույն տրամաբանությամբ Արևմուտքին ձեռնտու չէ, որպեսզի Ադրբեջանը Սյունիքի հարցում ինչ որ 91 թվականի Ալմաատի հռչակագրին հակասող ինչ որ բան ստանա։ Նույն կերպ ինչպես Արևմուտքը չէր ցանկանում, որպեսզի Հայաստանը դրան հակասող որևէ բան ստանա, իմ նշած պատճառներով։ Ողևոնդյան, բայց ժողովրդավարությունը, մարդու իրավունքները բոլորի վրա համաչափ են, չէ՞, տարածվում։ Օրինակ, երբ որ նշվում ենք արևմուտքի շահերը չէին համընկնում, չէ՞ որ այդ նույն արևմուտքն է, որ կարևորում է մարդու իրավունքները, իսկ այսօր արցախցիները զրկվել են իրենց տներում ապրելու իրավունքից։ Ցավոք սրտի քաղաքականության մեջ շահերը ունեն դրական եւ գերադերական աստիճաններ եւ տարբեր շահեր մեկը մյուսից ստորադացվում են կամ գերադասվում են։ Այս դեպքում արևմուտքի համար շատ ավելի կարևոր էր Ուկրաինայի խնդիրը, շատ ավելի կարևոր է Վրաստանում եւ Մոլդովայում Ռուսաստանի
Ռուսաստանին զսպելու խնդիրը, քան 100-120 հազար հայորդների մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները եւ ես ամբողջապես հասկանում եմ, որովհետեւ ինչպես սկզբում էի նշում, արևմուտքի քաղաքականության իրականացման տրամաբանությունը մի փոքր այլ է, քան ուղղակի པարզ պատկերացումը, որ եթե արժեքները համընկնում են, ուրեմն պետք է ինչ-որ կերպ օգնություն ստանանք։ Դա նաև մեր խնդիրն է, Հայաստանի խնդիրն է, որ մենք այդպիսի պատկերացում ունենք։ Տեսեք, արժեքների համընկնելու հետ կապված օգնություն հայցելու հարցը նորություն չէ։ Երբ 1820-ական թվականներին Ռուսաստանը ռուս-պարսկական պատերազմները տեղի ունեցան եւ Ռուսաստանը կարողացավ փոխել արևելյան Հայաստանի ինչ որ հատվածը Պարսկաստանից, հայերը օգնում էին ռուսներին եւ այդպես խանդավառված սպասում էին, որ ռուսները, որ քրիստոնյա են եւ մենք եւս քրիստոնյա ենք, գալու են եւ այստեղ մեր վիճակը թեթևանալու է, մեր վիճակը ընդհակառակը շատ ավելի ծանրացավ։ Ես մեկ օրինակ բերեմ, պարսիկները այդ երկարամյա տիրապետության ընթացքում երբեք հայկական դպրոցները չէին փակել, իսկ ռուսները եկան եւ հայկական դպրոցները փակեցին։ Ինչու՞, որովհետեւ մենք պատկերացնում ենք, թե արժեքներն են որոշիչը, բայց որոշիչը արժեքները չեն, որոշիչը շահերն են եւ առաջին հերթին տնտեսական շահերը։ Պարոն Ղևոնդյան, Ռուսաստանը ինչքան է շարունակելու Լարսի անցակետը փակ պահել եւ այլ ինչ գործողությունների կդիմի։ Իմ տեղեկություններով Լարսի անցակետը արդեն բաց է, այլ է հարցը, որ ամեն ինչ չէ, որ անցնում է Լարսի անցակետով, բազմաթիվ ապրանքներ անցնում են, բայց կան նաև այնպիսի ապրանքներ, որոնք հատկապես զգայուն կարող են լինել հայ տնտեսվարողների համար, օրինակ փչացող ապրանքներ, որոնք երկար ժամանակ չի կարելի պահել, դրանք հետ են ուղարկվում կոնկրետ քաղաքական նպատակով իմ գնահատմամբ, որպեսզի Հայաստանի տնտեսվարողները կորուստներ ունենան, խնդիրներ ունենան եւ դժգոհություն բարձրանա Հայաստանի իշխանությունների գործողությունների նկատմամբ։ Ես կարծում եմ, այս քաղաքականությունը դեռևս շարունակվելու է, բացի այդ Ռուսաստանը փորձելու է իր այլ լծակները եւս օգտագործել, գուցե գազի գնի հետ կապված մենք շուտով նորություններ լսենք, Հայաստանում ռուսական ենթակառուցվածքների գործունեության հետ կապված, գիտենք, որ Հայաստանում քիչ չեն նաև ռուսական ազդեցության գործակալները, որոնցից շատերը բացահայտ ուղղակի խոսում են այն մասին, որ իրենք ռուսական ազդեցության գործակալ են կամ Ռուսաստանն է իրենց հայրենիքը, ոչ թե Հայաստանը։ Ընդ որում ես պետք է նշեմ, որ նման մարդիկ կան ոչ միայն քաղաքական դաշտում, այլև կրթական կենտրոններում նման մարդիկ կան Հայաստանի բուհերում։ Այդպիսի այդ ռեսուրսները Ռուսաստանը օգտագործելու է եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ մարտահրավերներին դիմակայելու։ Առաջին հերթին Հայաստանի իշխանությունները պետք է պատրաստ լինեն եւ պետք է արդեն պատրաստ լինեին այդ մարտահրավերներին դիմակայելու, մասնավորապես Լարսի հարցում ես ճիշտ ասած տեսնում եմ Հայաստանի իշխանությունների մեղավորությունը, հաշվի առնելով այն իրավիճակը, որը կարող էր ստեղծվել եւ ի վերջո տեսանք, որ ստեղծվեց, կարծում եմ Հայաստանի իշխանությունները պարտավոր էին այնպիսի տնտեսական դաշտ փորձել ձևավորել Հայաստանում, որպեսզի Լարսին այլընտրանքներ, այսինքն այլընտրանքներ դեպի այլ ուղղություններ Հայաստանը ունենար։ Օրինակ բերեմ կամ պարզաբանեմ ինչ նկատի ունեմ, Հայաստանի վարչապետի խորհրդականը հայտարարում է, թե կոչ է անում հայերին գնել հայկական արտադրանք ամբողջ աշխարհում, բայց ես կցանկանայի հարց տալ եւ եթե հնարավոր լինի ձեր միջոցով եւս եթե հանդիպեք այդ հարցը փոխանցել այդ կոնկրետ այդ պաշտոնյային, ինչպես պետք է օրինակ Եվրամիության որևէ պետությունում գտնվող հայը գնի հայկական արտադրանքը, երբ հայկական արտադրանքը իր որակի պատճառով չի արտահանվում Եվրամիություն եւ այդ որակի ցածր լինելու առաջին պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է, որը նախաձեռնելով նման արտաքին քաղաքականություն չի մտածել եւ չի ձևավորել այնպիսի չափանիշներ ներքին շուկայում, որպեսզի այդ որակը բարձրանար եւ այսօր այն ապրանքը, որը չի գնում Ռուսաստան, այդ ապրանքը տեղափոխվել օրինակ Եվրամիության երկրներ, որից հետո կարելի էր Եվրամիության երկրներում ապրող հայերին կոչ անել այդ ապրանքը գնել։
Մեկ շտկում անեմ նախորդ հարցի հնչեցնելուց ոչ թե նկատի ունեի, որ ամբողջությամբ է ճանապարհը փակ, այլ որ որոշ ապրանքատեսակների համար է Ռուսաստանը փակել եւ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրառումը դուք հիշեցիք, նա նաև իր գրառման մեջ նշում է, որ ոչ մի լարս չի կարող ազդել, որ մենք հայհետընթաց օրինակ այնպիսի որոշում կայացնենք, որ մեր ինքնիշխանության վրա ազդեցություն ունենա։ Արդյոք եղել են բացահայտ ճնշումներ, որ կառավարության ներկայացուցիչը նման հայտարարություն է անում։ Ես ճիշտ ասած նման փաստեր չունեմ, բացահայտ ճշտում եղել են թե չէ, այնուամենայնիվ ողջունում եմ այս հայտարարության այս մասը։ Այո, որևէ լարս, որևէ տնտեսական դժվարություն, նույնիսկ քաղաքական դժվարություն Հայաստանին չպետք է ստիպի եւ նախորդ տարիներին եւս նախորդ 30 տարիներին չպետք է ստիպեր հետընթաց կատարելու իր ինքնիշխանության եւ պետականության հարցում։ Մենք գիտենք, որ եղել են ժամանակներ, երբ այդ ճնշումը արդյունք է տվել, մասնավորապես ամենահայտնի օրինակ 2013 թվականի սեպտեմբերի 3-ն էր։ Այնուամենայնիվ այսօր Հայաստանը դիմադրում է եւ այդ դիմադրելու հարցում Հայաստանը ունի նաեւ ազատ աշխարհի, այսպես կոչենք, օգնության կարիքը։ Ես ճիշտ ասած ամբողջությամբ չեմ տիրապետում արևմուտքի հետ մասնավորապես Հայաստանի փոխհարաբերությունների նյուանսներին, այնուամենայնիվ հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները ներկայացնում են այդ մարտահրավերները, որոնք արդեն կան եւ որոնք հետագայում եւս ձևավորվելու են եւ լինելու են Հայաստանի դեմ, եւ հուսով եմ, որ դրանց պատասխանելու համար որոշ հնարավորություններ նաև առաջարկվում են Հայաստանին, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանը միայն իր ռեսուրսներով չի կարող այս մարտահրավերներին դիմագրավել։ Պարոն Ղևոնդյան, երեք Հայաստանի առաջին հայրենական արբանյակը արձակվեց տիեզերք, իհարկե բաց թողենք այն գիտական եւ մասնագիտական հատվածը, բայց քաղաքական առումով սա ինչ նշանակություն ունի Հայաստանի համար։ Կարծում եմ բավական խորհրդանշական նշանակություն ունի առաջին հերթին, հաշվի առնելով, որ Հայաստանում զարգանում է ռազմական արդյունաբերությունը, իսկ արբանյակի բաց թողելը ինչքան էլ որ այո գիտական նշանակություն ունի, այնուամենայնիվ ռազմական առումով եւս կարեւոր է Հայաստանի համար եւ սա ինչու եմ նշում խորհրդանշական, սա առաջին հերթին աշխարհին սեփական հնարավորությունները ցույց տնելու եւ նաեւ որոշակի առումով Հայաստանի նկատմամբ ագրեսիան, ոչ ռազմական ագրեսիան, ընդհանուր առմամբ ագրեսիվ գործողությունները զսպելու նշանակություն կարող է ունենալ եւ ցանկալի կլինի, որպեսզի սա լինի շարունակական, այսինքն տարբեր ոլորտներում հայկական մտքի, հայկական գիտության առաջընթացը փորձարվի անընդհատ ցույց տնել, իհարկե հասկանալի է որոշակի մակարդակում եւ սա, ինչպես նշեցի, կլինի կանխարգելիչ գործողություն Հայաստանի նկատմամբ շատ մեծ ախորժակ ունեցողների համար։ Նախորդ տարի էլ Հայաստանը բավականին մեծ գումարներ վճարեց եւ Միացյալ Նահանգներից կրկին տիեզերք արձակվեց արբանյակը։ Ես գոնե մի քանի անգամ գրավոր հարցումներ եմ ուղարկել նախարարություն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արդյունքների մասին ինֆորմացիա չի փոխանցվել ինձ։ Արդյոք հնարավոր է, որ մենք նույն պատմության մեջ չհայտնվենք։ Ես ճիշտ ասած տեղյակ եմ որոշ արդյունքների մասին, որոնք ռազմական նշանակություն ունեն, հավանաբար դրանց հետ կապված կա հանրայնացման խնդիր, այդ պատճառով արդյունքները չեն փոխանցվել, այնուամենայնիվ այստեղ մեծ տարբերություն կա, այս անգամ ուղղակի է ուղարկվել հայկական արտադրության արբանյակ, ինչը ինչպես նշեցի բացի գիտական եւ ռազմական նշանակությունից ունի նաեւ շատ մեծ խորհրդանշական նշանակություն, բայց մյուս կողմից ես կարծում եմ ամեն դեպքում արդյունքներ մենք ունենք։